Շնորհակալություն։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին առաջադրված դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության կողմից 2026 թվականի ապրիլի 23-ին կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեմոկրատիա օրենք կարգապահության կուսակցության կողմից ներկայացված ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներ Վարդան Յուրիկի Ղուկասյանի հերթական համարը առաջին ներկայացրած փաստաթղթերից բացակայում է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը եւ թեկնածուի գրավոր հայտարարությունը պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին։ Երկրորդ թեկնածուն դա հերթական համարով 16-ն է Վալոդիա Արտաշի Հովհաննիսյան, որի վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերից բացակայում է դարձյալ վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը։ Հաջորդը դա 63-րդ հերթական համարում առաջադրված կիմա 62 նախագծով 62 այո։ Կիմա Սիանոսի Հովակիմյանի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը։ 78-րդ հերթական համարով առաջադրված Խաչիկ Աշոտի Գրիգորյանի վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերից բացակայում է դարձյալ վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը։ Հերթական համարով 79-րդ առաջադրված թեկնածու Ռուզաննա Աշոտի Գրիգորյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայում է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը։ Հայկ Հակոբի Կարապետյանի հերթական համարը 81-րդ ներկայացված փաստաթղթերից բացակայում է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը եւ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը։ 84-րդ հերթական համարի ներքո Սերգեյ Վասիլի Ամիրյանի վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերից բացակայում է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը։ Վերոգրյալի հաշվառմամբ եւ ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկում է որոշման հետևյալ նախագիծը դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությանը տալ 48 ժամ նշված փաստաթղթերը լրացնելու համար տրվող ժամկետը լրանում է 2026 թվականի մայիսի 2-ին ժամը 18:00-ին եւ սույն որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացույցային 3 օրվա ընթացքում։ Ես պիտի ճշտեմ լիազոր ներկայացուցիչ ներկա է։ Պես Պարոն Բաղդասարյան, դուք տեղյակ եք, չէ՞, այս խնդիրների մասին, նոր չի որ տեղեկանում եք, հույսով միջոցներ ձեռնարկել եք, որ այս 48 ժամվա ընթացքում հնարավորություն ունենաք լրացնել։ Ես ուղղակի ժամանակը չի ցանկանում, բայց հանդիպ սովորել եմ եւ համակարգ, եթե դեռ չէ, այսինքն տեղեկանքը ձեզ մոտ է, հա, իհարկե փոխանցեք նախագծից այդ կետը կհանենք։ Եվ իհարկե որոշումը Կարող եք, ես, այո, մենք վաղը աշխատում ենք սովորական պես, այսինքն իմ ասածն է, որ եթե կա մարդ, որ ցանկանա նիստից հետո սպասել վերցնել, կարող եք սպասել վերցնել, եթե ոչ, կարող եք վաղը մոտենալ վերցնել։ Այսինքն, Տիկին Մարկոսյան, Չէ,
Ինչ Կինան, ստորագրել են, չէ՞ լիազորը, որ ինքը նիստին ներկա է։ Որոշում չէ, որոշումը լսեք նախագիծը, գրաշից, թե չսպասից։ Տիկին Մարկոսյան, ըստ էության ձեր որոշման երրորդ կետը դուրս եկավ։ Կիմա Սիանոսի Հովակիմյանը, այսինքն 62-րդ պետական համար, ես դուրս է գալիս։ Եվ մնում է, այս դեպքում արդեն 6 անձի վերաբերյալ այլ առաջարկների դիտողությունների նախագծի վերաբերյալ Հարգելի գործընկեր, արդեն վերամշակված նախագիծը, ինչպես ներկայացնում տիկին Մարկոսյանը, ներկայացնում է քվեարկության, ովքեր են կողմ նախագծի ասացորը, կողմ 7, չունենք որոշում ընդունված է,